Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում հնչեցին Պուլիցերյան մրցանակի այս տարվա հաղթողների անունները։ Լրագրության եւ գրականության բնագավառում տրվող հեղինակավոր պարգևը 100-րդ տարին է շնորհվում։ Պուլիցերյան մեկդարյա պատմության ընթացքում հաղթողների թվում երկրորդ անգամ է նշվում հայկական ազգանուն Փիթեր Բալաքյան։ The prize goes to Ozone Journal by Peter Balakian. Նրանից առաջ միակ Պուլիցերյան դափնեկիր հայը Ուիլյամ Սարոյանն էր, որը 1949-ին էր արժանացել մրցանակին։ 60 տարի անց Պուլիցերյան ժյուրին նորից գնահատեց ամերիկահայ գրողի Փիթեր Բալաքյանը Պուլիցերյան մրցանակ է ստացել Ozone Journal բանաստեղծությունների ժողովածուի համար, այն ինչպես գրողի մյուս աշխատությունները, նույնպես անդրադառնում է հայոց ցեղասպանության թեմային։ Ես հավատացած եմ, որ Սարոյանը նաև բոլոր հայերը ի ծնե երազողներ են, երկրի փոխարեն երազ ունենք։ Քանի որ մեր տարածքը ձեռքներիցս թռել է, հնարելու մի ազատություն ունենք, որից զուրկ են շատ ու շատ ազգեր, եւ որքան մեր աշխարհագրությունը նեղանում է, այնքան ընդլայնվում է մեր երևակայությունը, այնքան նմանվում ենք խավարի մեջ թևածող բուերի։ Փիթերն ասում է, անցյալը պետք է առժամանակ նստվածք տար, մինչև հնարավոր լիներ դրանից մեղեդի կորզել։ Դրա անցյալից լսվող մեղեդին ընտանեկան պատմություններն են, որոնք վերջին տասնամյակում դարձել են ամերիկյան բեսթսելերներ։ Փիթեր Բալաքյանի տատը Դիարբեքիրից էր, Նաֆինայի ողջ ընտանիքը սպանվել էր։ Դերձորում նահատակվելուց նրան ու երկու դուստրերին փրկել էր ԱՄՆ հյուպատոսը։ Հենց Նաֆինայի ցեղասպանության մասին հիշողություններն են ընկած Բալաքյանի Ճակատագրի սև շունը եւ Այրվող տիգրիսը գրքերի հիմքում։ Իմ նախնիների ու նաև ծնողների սերնդի համար աշխարհը գուցե մի վայր էր, որտեղ դավադրաբար ուզում են քեզ սպանել։ Եղեռնից հետո մահվան սարսափը տարբերվում էր մահկանացու լինելու մտահոգությունից։ Փիթեր Բալաքյանը փիլիսոփայության դոկտոր է ամերիկյան քաղաքակրթության ասպարեզում։ 1980-ից դասավանդում է Նյու Յորք նահանգի Քոլգեյթի համալսարանում, անգլերենի ֆակուլտետի հումանիտար գիտությունների պրոֆեսոր է։ Ամեն անգամ լսարան մտնելիս Փիթերն իր ուսանողներին հիշեցնում է. ցեղասպանության ժխտումը հենց ցեղասպանության վերջին արարն է, ֆիզիկական սպանությանը հաջորդում է հիշողության սպանությունը։ Անի Հակոբյան, ժամը լրատվական։